Սիրելի հեռուստադիտողներ, այսօր խոսելու ենք այն թեմայի մասին, որի մասին շատ հաճախ ամեն ձեռներ հարցնում եք ձեր մանկաբույժին։ Ինչ անել, որպեսզի երեխաս ավելի հաճախ չհիվանդանա, արդյոք անհրաժեշտ է խմեցնել վիտամիններ եւ ինչը փոխել, որպեսզի երեխան ավելի քիչ հիվանդանա եւ ավելի քիչ դիմենք մասնագետի։ Այսօրվա մեր հյուրը լինելու է Խոյ բժշկական ամբուլատորիա ընտանեկան բժիշկ Աննա Հակոբյանը։ Բարև ձեզ բժշկուհի, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար, ուրախ ենք ձեզ այստեղ տեսնելուն։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ առաջին հարցս հետևյալն է, երբ է անհրաժեշտ երեխաներին տալ վիտամիններ, միկրոտարեր եւ արդյոք կանխարգելիչ նպատակներով երեխաներին վիտամինային հավելումներ անհրաժեշտ է տրամադրել։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար, սա շատ կարևոր է ինձ համար, քանի որ լինելով ընտանեկան բժիշկ եւ սպասարկելով բավականին մեծ քանակությամբ երեխաների, այդ հարցը տրվում է նաեւ ինձ որպես ընտանեկան բժիշկ։ Աշխատելով առողջության առաջնային պահպանման օղակում, մեր առաքելությունն է կանխարգելել հիվանդությունները։ Այսինքն ամենօրյա իմ շփումը երեխաների հետ փաստում է նրա մասին, որ այն ծնողները, ովքեր որ բավականին ինֆորմացված են երեխաների առողջության առաջնային պահպանման օղակում ընտանեկան բժիշկներին դիմելու համար, դիմելով մեզ, մենք ինֆորմացիա ենք տալիս բավականին շատ, արդյոք պետք է նման այս դեղորայքը, արդյոք պետք է միկրոէլեմենտները, արդյոք պետք է վիտամինների նշանակումը երեխաների կյանքում։ Մենք աշխատում ենք հիմնականում առողջ ազգաբնակչության հետ, այսինքն այն երեխաների հետ, ովքեր որ պետք է 0-ից մինչև 18 տարեկան լինեն մեր հսկողության տակ։ Այսինքն կատարում ենք պրոֆիլակտիկ հետազոտություններ, կատարում ենք երեխաների պատվաստումային ազգային օրացույցով մեր առջև դրված առաջադրանքները եւ իհարկե ամենօրյա շփում, քանի որ նորածնային հասակից պետք է երեխան ունենա իր ընտանեկան բժիշկը կամ մանկաբույժը, այսպես թե այնպես մենք անընդհատ շփվում ենք բալիկների հետ։ Երեխաներին առողջ մեծացնելու համար պետք է համար առաջին ծնողների հետ տանել աշխատանքներ, կրթել մամաներին։ Միայն դեղորայքի նշանակում կամ վիտամինների նշանակումը դա բավականին սխալ մոտեցում է ըստ իս ընտանեկան բժշկի կողմից։ Առողջ երեխաներին, եթե անկեղծ պարտադիր չէ վիտամիններ նշանակել, որովհետև վիտամիններն ունեն իրենց լավ եւ վատ կողմերը։ Եթե երեխան առողջ է, մենք ավելի շատ աշխատում ենք երեխաների հետ պրոֆիլակտիկ միջամտություններ կատարելով։ Խորհուրդներ մամաներին։ Վիտամինների նշանակման այս արծարծված թեման բավականին երկար ժամանակ կրթում են մեզ, ընտանեկան բժիշկներից, մանկաբույժներից, որ ամեն դեղորայք չէ, որ պետք է նշանակվի եւ ամեն վիտամին չէ, որ պետք է նշանակվի։ Ես շեշտադրումը կատարում եմ այսպես, որպեսզի մեր մայրիկներն էլ ինֆորմացված լինեն, ճիշտ է, բոլոր ծնողները սերտ համագործակցում են մանկաբույժների, ընտանեկան բժիշկների հետ, բայց այս հարթակը շատ լավ հնարավորություններ եւս մեկ անգամ մայրիկներին հիշեցնելու համար։ Ուրեմն վիտամիններ նշանակելուց առաջ նախ պետք է որոշենք արդյոք դա պետք է թե չէ, իսկ դրա համար պետք են լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ։ Իրենք վիտամինները, եթե կլինիկորեն մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը նկատում է, որ երեխայի մոտ ինչ որ մի բան այն չէ, այսինքն կարող է ծնողը հաճախակի դիմել, թե մազերը թափվում են կամ բերանի անկյունում ճաքեր կան կամ գունատ է իմ երեխան, այդ դեպքում բժիշկը պետք է հետազոտության ուղարկի երեխային եւ ըստ դրա որոշելով, եթե կան այնտեղ վիտամինների պակաս, նոր նշանակել վիտամիններ։ Իսկ հիմնականում առողջ երեխաներին խորհուրդ ենք տալիս ճիշտ սնունդ, մաքուր օդ եւ ժամանակ առ ժամանակ օդափոխություն։ Երեխաները հիմնականում մանկապարտեզ են գնում եւ դպրոց, իսկ այն տարածքները, որտեղ որ շատ երեխաներ են լինում եւ փակ տարածքներ են լինում, այդտեղ վիրուսի պտտվելու հավանականությունը ու երկար մնալու բավականին մեծ է։ Դրա համար նորմալ է, որ երեխաները պետք է հիվանդանան, դա ոչ մեկս ապահովագրի
ծրագրված չենք եւ այդ հիվանդացության քանակությունով էլ որոշված առողջ երեխաները բնականաբար պետք է տարվա մեջ 8-9-10 անգամ վիրուսով հիվանդանան եւ այնպես էլ չէ, որ պետք է այդ երեխաներին անպայման բուժել վիտամիններով եւ դեղորայքով։ Դրա համար մենք մամաների հետ խորհրդակցում ենք, երեխաները մնում են տանը, շատ հեղուկներ են օգտագործում, այո, սնունդն են առողջ օգտագործում, կան ծնողներ, ովքեր որ դասվում են բանջարեղենային ավելի շատ սնունդ օգտագործելու, կարճ ասեմ, վեգետարիան կաներ, իրենց երեխաներին էլ ավելի շատ բանջարեղենային սնունդ են տալիս, այդ դեպքում մենք այդ ծնողներին միգուցե օգնենք կողքից վիտամինոթերապիա, ելի լաբորատոր հետազոտություններ կատարելու արդյունքում։ Բացի դրանից երեխաներին պետք է խրախուսել, մամաներին պետք է խրախուսել, որպեսզի մոտենան ամբուլատորիա եւ պատվաստվեն սեզոնային գրիպի դեմ, որտեղ դա իսկապես օգնում է երեխաներին չհիվանդանալու, իսկ եթե հիվանդանում են, թեթև տանելու։ Մեր շեշտադրումը պետք է լինի առողջ երեխա մեծացնելու, այլ ոչ թե առողջ երեխաներին դեղորայք տրամադրելու։ Եթե փորձենք երկու բառով ներկայացնել, վիտամինների, միկրոտարրերի եւ այդ հավելումների նշանակումը պետք է լինի խիստ հսկողության տակ ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի, այսինքն որոշակի ցուցումների պարագայում։ Այո։ Հիմա հետեւյալ հարցն եմ ցանկանում ձեզ ուղղել, ինչ կասեք գերդոզավորման մասին, որովհետեւ մենք խոսում ենք այն մասին, որ շատ հաճախ ծնողները տալիս են վիտամիններ առողջ երեխաներին կանխարգելելու նպատակով, բայց այստեղ ունենք ակնկալիք, որ կարող ենք ունենալ գերդոզավորում։ Ինչ է վիտամինային գերդոզավորումը, ինչպես խուսափել այս ամենից։ Համաձայն եմ ձեր հետ, շատ հետաքրքրասեր մահիկներ կան, ովքեր որ մտածում են, որ եթե վիտամինը տան երեխային, երեխայի մոտ հիվանդացության աստիճանը կնվազի, իրենց երեխան առողջ կլինի, մանկապարտեզ կգնա կամ դպրոց, բայց թույլ տվեք չհամաձայնել դրա հետ, որովհետև ամեն ինչ ունի իր չափաբաժինը եւ իր ճիշտ ցուցումը։ Այսինքն, եթե վիտամինները պետք է նշանակվի, դա պիտի նշանակի ընտանեկան բժիշկը եւ ըստ ցուցումի մենք ուղարկում ենք լաբորատոր հետազոտությունների երեխաներին, եթե կա այնտեղ վիտամին D-ի պակաս, նշանակում ենք վիտամին D, եթե կա B6-ի պակաս, B6 ենք նշանակում, եթե կան երեխաներ, որ ունեն իրականում հիվանդություններ, քրոնիկ հիվանդ երեխաներ են, մենք այո, երբեմն դեպքեր լինում են, որ կարելի է վիտամինոթերապիա նշանակել, այդ դեպքում մենք նշանակում ենք դեղորայք, այսօր մեր դեղորայքային շուկան բավականին լայն է եւ տարբեր տեսակի, տարբեր հրապուրող, տարբեր ձևերի վիտամիններ են արտադրում եւ որպեսզի ծնողներին հեշտ լինի այդ վիտամինները տալ երեխաներին, կան տարբեր տեսակի վիտամիններ, օրինակ այստեղ գամիքինգն է ներկայացվում, որը որ հեշտ է եւ ծամելու համար, հրապուրիչ տեսք ունի, քանի որ երեխաների հետ գործ ունենք, պետք է նաև նայել էսթետիկ տեսքը վիտամինների, այդ դեպքում նշանակվում է բժշկի կողմից եւ որոշակի քանակությամբ եւ որոշակի օրերով։ Այսինքն գերդոզավորումը պետք է կանխել, բացառել եւ այն մամաները, ովքեր որ հաճախակի դիմում են բժիշկներին, կարծում եմ այդ խնդիրը չեն ունենա իրանց կյանքում, իսկ այն մամաները, ովքեր որ երբեմն քանի որ դա ազատ վաճառք է եւ վերցնում են, խորհուրդ կտամ առանց բժշկի այդ վիտամինները չտան երեխաներին։ Գոյություն ունի ցանկացած դեղորայքի կամ ցանկացած վիտամինի որոշակի ժամանակահատված նշանակման եւ ի սկզբանե ասվում է, որ ամեն ինչ ունի իր ճիշտ չափաբաժինը եւ նշանակման ժամանակահատվածը։ Մի փոքր խոսենք իմունիտետի մասին։ Շատ ժամանակ ասում են իմունիտետի անկում է նկատվում եւ այլն եւ այլն։ Երբ է համարվում իմունիտետի անկումը նորմալ եւ երբ արդեն իսկ գործ ունենք խնդրի հետ։ Ինչպես է կատարում այս տարբերակումը եւ սրանից ելնելով օրինակ ինչպես է որոշում հավելումների, միկրոտարրերի, վիտամինների նշանակումը։ Օրգանիզմի իմունիտետը դա շատ բավականին բարդ համակարգ է
եւ երեխաների մոտ իմունիտետը զարգանում է ծնված օրվանից եւ այն երեխաները, ովքեր որ հաճախակի հիվանդանում են, նրանց մոտ եւս կայունանում է եւ կայուն իմունիտետ է առաջանում, այսինքն երեխաները պետք է հիվանդանան եւ իմունիտետն է այդ դեպքում, որ ամրանում է, պետք է ջերմեն երեխաները, դա նորմալ երևույթ է եւ պետք է երեխաներին այդ ընթացքում օգնել կողքից հիվանդացությունը բերել լավացման, այսինքն իմունիտետը չի կարող վիտամինոթերապիայով օգնել կամ այդ երեխայի մոտ իմունիտետ զարգացնել։ Ոչ, կան առողջ երեխաների մոտ բացառում ենք դեղորայքի նշանակումը կամ վիտամինների իմունիտետը բարձրացնելու համար, բայց միանշանակ կա սեզոնայնություն, գարուն, աշուն, երբ որ վիրուսի ժամանակահատվածը շատանում է երեխաների մոտ, երեխաները պարտեզում անընդհատ վիրուս են վերցնում, հիվանդանում են եւ առողջանում են, դա նորմալ է, այդ ժամանակ իմունիտետը զարգանում է, ամրապնդվում է եւ այդ երեխաները առանց դեղորայքի ընդունման կայուն իմունիտետ են ձեռք բերում։ Իսկ ունենք նաեւ մի զանգված երեխաների, ովքեր որ մեր քրոնիկ հիվանդ երեխաներն են, կարող են ունենալ նաև իմունային համակարգի հետ կապված խնդիրներ, այդ դեպքում նրանք գտնվում են խիստ հսկողության տակ բժշկի կողմից եւ մանկաբուժի եւ մասնագետի, որտեղ որ նշանակում են անում դեղորայք։ Այդ դեղորայքի հետ որպես հավելումներ կամ վիտամիններ բժիշկը կարող է նշանակել։ Կլինի դա գամիկինգի նշանակումը, կլինի մեկ ուրիշ վիտամինի նշանակում, բայց ելի բժշկի նշանակման խորհրդով։ Երբեմն օգնում են, բայց իմունիտետի զարգացման, մշակման եւ ներդնման օրգանիզմի համար մենք վիտամիններ չենք տալիս երեխաներին։ Այ մի փոքր օգնենք բժշկուհի մեր ծնողներին հասկանալու համար, թե օրինակ մեկ սեզոնի ընթացքում քանի անգամ հիվանդանալն է համարվում նորմա եւ երբ պետք է անհանգստանալ եւ օրինակ փորձել նաեւ խթանել իմունիտետը նմանատիպ հավելումների միջոցով։ Քանի անգամ մեկ սեզոնի ընթացքում պետք է հիվանդանա երեխան, երբ ասենք այսա օրինակ արդեն նորմալ չէ եւ քանի անգամն է նորմայի սահմաններում։ Ուրեմն որպեսզի երեխաները առողջ լինեն, առաջնային օղակում կատարվում են պրոֆիլակտիկ պատվաստումներ։ Ես ասացի դա, 2 տարեկանից սկսված մենք մանկապարտեզներում, դպրոցներում կատարում ենք պրոֆիլակտիկ պատվաստումներ։ Առողջ երեխաները տարվա ընթացքում կարող են հիվանդանալ, դա նորմալ է, բայց նայած թե որ երեխան ինչ ծանրության աստիճանի է հիվանդանում։ Եթե դա վերին շնչուղիների ուղղակի ինֆեկցիաներ է, անգամ մենք դիտարկում ենք երեխաներին եւ դեղորայք չենք նշանակում։ Առաջին 3 օրը մամայի հետ կապի մեջ ենք լինում, ընդհանրապես ջերմիջոցնող դեղորայքի ֆոնի վրա օգնում ենք ծնողներին հաղթահարելու այդ 3 օրը։ Հետո նոր որպես ընտանեկան բժիշկ սկսում ենք դիտարկել երեխայի վիճակը։ 3-րդ օրվանից սկսված արդեն նորմալ առողջ բալիկները սկսում է հիվանդության հետաճը, այսինքն խնամքը, մաքուր օդը, հեղուկների օգտագործումը եւ այս ամենը միասին կարող են երեխային առողջացնել, վիճակի բարելավման տանել։ Օրինակ խոսենք նաեւ մի քանի միկրոտարերի վիտամինների, հավելումների մասին, որոնք որ կարծես թե եթե նշանակում եք, սրանք այն ֆավորիտների շարքում են, երբ ամենահաճախն եք նշանակում։ Խոսք կարող է գնալ վիտամին D-ի մասին, օմեգա 3, երկաթ, B խմբի վիտամիններ, ինչու ենք հենց սրանք հիմնականում նշանակում եւ երբ ենք սրանք նշանակում։ Աշխատելով 0-ից 18 տարեկան երեխաների հետ, կյանքից փորձը ցույց է տվել, որ այս երեխաների մոտ ավելի շատ լինում է խնդիրները վիտամին D-ի հետ կապված, նորածինների սկրինինգային հետազոտման ժամանակ, երբ որ գալիս է 9 ամսեկանը, մենք երեխաներին հեմոգլոբին ենք ստուգում, ու այդ ժամանակ երբեմն լինում են երեխաներ, ում մոտ որ արյան տոկոսը ցածր է լինում, եւ մենք պարտավոր ենք երեխային նշանակել դեղորայք։ Այդ դեպքում մենք վիտամին D-ի պակասի ժամանակ նշանակում ենք հատուկ դեղորայք, որը որ պետք է բարձրացնի երեխայի հեմոգլոբինը եւ երեխան լրիվ առողջանում է, որովհետեւ դա բնական է, կարող է եւ տոկոսը ցածր լինի։ Դրանք շտկելի հարցեր են։ Սակավարությունը մեր օրերում տարածված հիվանդությունների շարքին է պատկանում։ Դրա համար իդեմս առողջապահության նախարարության, որը որ շատ գովելի է, մենք ունենք սկրինինգային
աշխատանքներ կատարում ենք երեխայի հեմոգլոբինի ստուգում 9 ամսեկանում եւ եթե լինում են խնդիրներ, այսինքն երկաթի պակաս, մենք նշանակում ենք հատուկ դեղորայք, որը որ առողջապահության նախարարության հրահանգով տրվում է երեխաներին պետպատվերի շրջանակներում եւ դա եւս օգնություն է ծնողներին, եթե երեխայի մոտ կա սակավարենություն, այդ հարցը լուծվում է պետության հոգացության ներքո։ Այսինքն մենք չունենք երեխաներ, ովքեր որ մի կմեծանան, այսինքն ծնված օրվանից կունենան անեմիա եւ հետագայում այդ անեմիան կխորանա։ Պետության հոգացության ներքո մենք դեղորայք ենք նշանակում, մամաները պետպատվերով ստանում են եւ դեղորայքը տալիս են ըստ բժշկի նշանակման։ Եվ բացի դրանից աշխատում ենք նաեւ մայրիկների հետ, սնունդի հետ կապված խորհուրդներ ենք տալիս, որ տարիքում ինչ սնունդ պետք է երեխան օգտագործի, որ տարիքում ինչ պետք է արվի, քունը երեխայի հանգիստ լինի, սնունդի տեսակները նորմալ լինեն, այն հավելումները, որ պետք է նշանակվի, լաբորատոր ստուգումներից հետո նշանակվի։ Եվս մեկ հարց կապված նշանակումների հետ կապված։ Ենթադրենք լաբորատոր հետազոտություններից հետո գալիս ենք այն եզրանկմանը, որ պետք է երեխային տրամադրել վիտամիններ։ Ինչպես է անհրաժեշտ կատարել ճիշտ ընտրությունը վիտամինների կամ այլ հավելումների եւ միկրոտարրերի եւ ինչպես է պետք ճիշտ խմացնել երեխային վիտամիններ։ Երեխային վիտամինները խմացնելու համար հատուկ դոզավորում կա, որը որ բժիշկը նշանակում է ծնողի հետ մեկտեղ, ծնողին բացատրում ենք, լուսավորչական աշխատանք ենք կատարում, որ դեղորայքը որ ժամին ինչպես պետք է նշանակենք եւ ինչ օրերի քանակությամբ։ Այսինքն ծնողը ինքը պետք է վստահ լինի, որ դեղորայքը եւ վիտամինը իր երեխային անհրաժեշտ է լաբորատոր հետազոտություններից եւ հիվանդության ախտորոշումից հետո։ Անչափ շնորհակալություն շատ հետաքրքիր եւ կարեւոր զրույցի համար բժշկուհի։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ընտանեկան բժիշկ Աննա Հակոբյանը։ Իսկ սիրելի լսողներ, կարծում եմ բոլորիս համար պարզ դարձավ, որ երեխայի առողջությունը կախված է շատ բազմազան ֆակտորներից, նույն քնի ռեժիմից, սննդակարգից, իսկ վիտամինների եւ այլ իմունոմոդուլյատորների նշանակումը պետք է լինի միայն մասնագետի ցուցումով։ Ինչպես նաեւ պետք է լինի այն որակյալ, որպեսզի իրապես օգնի ձեր երեխային։ Ձեր ստուլտովությամբ իրականում կցանկանայի փորձել այս վիտամինները, քանի որ գիտեմ 100% բնական են։ Սիրելի հեռուստադիտողներ, ասեմ, որ այս ժելե վիտամինները մրգային համ ունեն եւ երեխաներին միանշանակ դուր կգան, քանի որ բավականին համեղ են։ Եվ վերջում բժշկուհի կցանկանայի հարցս հենց կապված վիտամինների ընտրության հետ հնչեցնել, ինչպես է անհրաժեշտ կատարել ճիշտ ընտրությունը վիտամինների եւ ինչպես է անհրաժեշտ ճիշտ խմեցնել երեխաներին վիտամիններ։ Օրինակ խոսքը կարող ենք ուղղել հենց Gummy-King վիտամիններին, ինչպես տեսնում ենք, այստեղ կան տարբեր տեսակներ։ Ինչպես է կատարվում այս տեսակների ճիշտ ընտրությունը։ Երբ որ արդեն բժշկի կողմից լաբորատոր հետազոտությունների արդյունքում որոշվում է եւ ախտորոշվում է երեխայի մոտ ինչ-որ հիվանդություն, այդ դեպքում մենք նշանակում ենք բուժման մեջ ներառելով նաեւ վիտամինոթերապիա։ Կոնկրետ Gummy-King-ի վերաբերյալ կարող եմ ասել, որ Gummy-King-ի արտադրողները դեղորայքի արտադրման հարցում բավականին խելացի են գտնվել, որովհետև էսթետիկ տեսքը ինքը դեղորայքի նման չէ, իսկ քանի որ մենք երեխաների հետ ենք աշխատում եւ ցանկալի է որ տեսքը լինի գրավիչ եւ համը լինի համեղ, երեխաներին կարծես թե համոզելով տալիս ենք ժելեանման այս հավելումները, որոնք որ հաճույքով երեխաները խմում են։ Իմունային համակարգի խնդիրների ժամանակ ցանկալի է դեղորայքի հետ մեկտեղ դա նաև Gummy-King-ի մի տեսակ, որը որ այստեղ ունենք էխինացեան, որը որ կարող ենք որոշակի ժամանակով մինչև 1 ամիս կամ ավել նշանակել հիմնական բուժման հետ, բավականին արդյունավետ են եւ ցանկալի է որ խմեցնեն։ Կա նաեւ Gummy-King-ի մուլտիվիտամիններ, որը որ նշանակում ենք էլի մենք ինքներս որպես ընտանեկան բժիշկներ, եթե կա որոշակի վիտամինների պակաս, դա էլի
ուսուցիչների լաբորատոր հետազոտություններից հետո։ Այսինքն ինքը արդարացված է եւ կան նշանակումներ, որոնց մեջ որ ներառվում է մեր դեղորայքը։ Անչափ շնորհակալություն, շատ Ես էլ եմ շնորհակալ լուսաբանելու զրույցի համար։ Իսկ այժմ շարունակում ենք հաղորդումը խորհուրդ մասնագետից էջով, որի գործընկերն է Dermedic Dermatocosmetic միջոցները։